Բարի լույս, տեսնում եք ինչ պայծառ, սիրուն, տաք, ջերմ, ընտիր առավոտ է բացվել, մեր մոտ արդեն համարյա թե կեսօր է, ես առավոտից շատ գործեր եմ արել, շտատիվս հարմարացնեմ, եկել է իմ են սիրած պահը, որ լվացք եմ փռում, հիշում եմ, որ Ռուսաստան էի, այդ պահերը կարող բնեի, ես էլ գիտեք ինչ եմ լվացել կտորներ, որ խոհանոցում մաքրություն անեմ ու վերջում էլ չլվանամ, մի անգամից դենքցեմ կորի գնա, որովհետև հատուկ փոշու շորեր ես ունեմ, պլյուս դրան ժամանակին էլ Վալդբերիս կոչվածից էի առել, դեռ ունեմ, հիմա ես սիրուն օրով, ես տաք ու ջերմ օրով, լվացքս փռեմ, սիրուն ըլնի, գիծը հավասար ըլնի, որ իմ փռածից ես գոհանամ, առավոտ արթնացել եմ, այսքանի օրը հենց մեքենաս միացրի, արդեն իրանք միացրին, մամային ասում եմ բերք ու լվացքից սկսենք, ասում է չէ, ես իմ լվացքի վախտը գիտեմ, դե գիտես, մեր նարինք պրծանք, մեկ էլ նայեմ, այսօր հանել է, ասում այ հմի լվա, այսքան որ ես են որ լվացքին համոզում էի էլի, որ չորանաստեից ընդեղ էի տանում, ընդեղից ընդեղ, քանի որ եղանակը ոչ բարենպաստ էր, մի ժամ արև, մի երկու ժամ անձրև, տենց, բայց թե համոզելով, տենով, չորացրի, լավարի, այսօրվա նորն էլ նորից լվացքի հերթն է հասել, նախաճաշել եմ, սիրելի հետևորդներ ջան, ու ապսե թողել, որովհետև զալում հյուրասենյակում, գործեր ունեի շորերի հետ կապված, հարթուկ, սենց բաներ, էսա մի հատ էլ նորից իմ լվացքն է, էդ էլ լվանամ, չորանա ու արդեն կանցնենք հարթուկի գործողությանը, ինչը որ ես շատ եմ սիրում, սրճեփս սուրը, այ ժողովուրդ, սրճեփս մնացել է լվացված տեղում, քանի որ դուս էի տարել իրան հարմարել է ալնեմ, ծաղիկները ջրելուն, ախ ոնց եմ սիրում ես ես սպիտակ լվացքը, երեկվա առածս նվերն էլ եմ ուզում ցույց տամ, քանի Ալեքսը տանը չի, հեսա իր ասումկը մենք դրել, երեկ կես ճամփից հետ ենք եկել, հեռախոսս հարմարացնեմ մի րոպե, որովհետև տուն մարդ եկավ, մենք հենց հասանք Սոֆիչկայի դռան մոտ, զանգեցին, որ մենք ձեզ ենք սպասում, թողինք ու հետ եկանք վազելը, ու էլ օրվա վլոգն էլ չեմ էլ հիշում, ինչ վերջաբանա ունեցել, նվերը տնեմ ստեղ, աստված ջան, խի էլի, խի ես մի աղջիկ էլ չունեցա, ենքան եմ փոշմանել, հմի էլ արդեն ուշա, շատ ուշա, ուշ է հիմա, շատ ուշ է, այ Անահիտ, ժամանակին ենքան տանջվեց, որ ուժվեցի,
որ երկրորդ երեխան ունեի դասում մի անգամի չէ իսկ մի հետ բերեք տարիներս մեծ հաճույքով так ուր ես կոֆե ջան Ոսոր մի տեսակ աչքիս կոֆես քիչ երևաց նորից ավելացնեմ ուրեմն ինչ այ կերել նախաճաշին ցուտ պետք է էլի որպես նախաճաշ սկզբից սպիտակուցն ընդունենք ու բարունք ինչն է այս սեզոնի լավը բանջարեղենը բոլա բոլ ինչքան ուզեք ոնց ուզեք այստեղ կիտրոն էի հանել որի կեսը էլ չկա բայց կուզեի մի հատ էլ կիտրոնաջուր խմեմ երևի եսա ընթացքում կխմեմ այն օրը կարդում էի գրառումները չդերս էի հավանել եկեք համեցեք մեծ սրտով ու հաճույքով հյուրասիրում ու գրել էիք որ ես հավեսին գամ կիտրոնաջուրը խմեցի, շատ դուրս գալիս է, այս կոմ, ես միշտ ասել եմ, եթե չունեք ստամոքսի խնդիր, այդ դեպքում ռիսկով խմեք, մյուս դեպքերում աղբեր շարից, փորձանքից հեռու, չեմ սիրում օգուտի տեղը որևիցե մի մարդու վնասեմ, այս էլ մեր հայկական համով հոտով ծիրաննա շպանկի հետ, դե պարզա շպանկ են գույնը տվել է, ծիրանը վերցրել է, բայց այս կամպոտը շատ չափի չափ համով ալնեմ, այս տարի կարակ փորձեք, թե պետք որ փագենք, իրար հետ ենք փագելու, որ հավեսով շախ ու շուխով կանենք, սիրելիներ ջան, հիմա ինչ ենք անում, մի հատ կոֆե եմ էփում, նեբիլիտս խմել եմ, ամենակարևորը ինչի մեկ գլխացավով եմ զարթնում, արդեն կրկին ու միլիոն ու միլիարդ անգամ համոզվել եմ, որ դեպքում, որ ես պատճառներ եմ ունենամ մտածելու, ես ստրեսի մեջ եմ ընկնում, ստրես չէ, ստրես, ոսկեղենիկ ձևով ասած, ու գլխացավս ինձ չի ուզում հանգիստ թողա։ Ինչ էփել այսօրի հարցերը կարգավորել եմ, 3 լոբի էի սարքել, մի քիչ էլ շատ եմ սարքում, որ երկրորդ օրն էլ ուտվի էլի։ Այն էլ են դեպքում, որ սիրում ենք շատ։ Թե չէ մյուս դեպքերում սիրում եմ թարմ այդ պահին ուտես ու վերջ, գործի տանումն ինչա։ Դիրեպ երեխեք ջան, ստեղ համ փողոցից են ներնագալու, համ հարևաններս գործ են անում, դրած են ներնագալու, այնպես որ ներող, եթե ես սպասեմ, որ սենց ինչ-որ մի հատուկ ժամը լինի ու ես հանգիստ խախանդ խաղաղ առանց ու ձուրի նկարահանում անեմ, ինձ թվում է տեն ժամ չեմ գտնելու, բազերս կարող է քանդեմ, գլխացավիս հետ հետջտեղ ինչի ես կապելա։ Ինչևէ, եկեք դրամատրությունը չփչացնենք, ոչ մի բանից չշեղվենք, փողոցի անցուդարձին եմ նայեմ, ու ստեղ կարտոֆիլ եմ բերել, այս ամանը, գիտեք ինչ էի մտածում, որ ամեն դեպքում լավ չբարձրացնեմ չեմ ուզում, որովհետև չեմ անելու, լվացել էի չորացրել, որ օգտագործեմ, ուրեմն երեկ մտել ենք խանութ, նայեք հլա էլի մի հատ, մենակ տուփը արդեն իսկ գրավիչ եմ, սիրելի հետևորդներ ջան, ահա, այստեղ էլ ինքը քեզ բացատրում է, ինչը ոնց ես անում, աղջիկ երեխի նվերա, հլա, ասեք, որ հավես տարբերական, ստեղ այս կարոտ այս սրա մեջ մարգարիտ կա, թե ինչ կա, չեմ հիշում ինչ կա, պետք է դնես սրա մեջ, այդ հավաքածուի մեջ, մատանիա ու ինչա, արդեն չհիշեցի ինչ էր,
Մատանի էր, վզնոց, հա, ու ականջող էր։ Վզնոցի Մարգարիտը պետք է ստեյցանի, կախի վզնոցի, եթե ճիշտ եմ հիշում։ Ու սա ինձ նայում եմ, ասում եմ աստված ջան, էլի աղջիկ երեխու համար ինչքան հեշտ կարավ կողմնորոշվես քո առևտուրն անես, քո նվերը նվիրես, երեխուն ինչա պետք, մանավանդ այն ձև երեխու, որ ինքը տեսած երեխա է, թե հագուստի առումով, թե ամեն առումով, այդ դեպքում կամ զարդ կամ մի խաղն էլ փառքաստու էլի ամեն ինչ ունեն, այդ դեպքում մնաց զարդս, վաղ կարող է լվացքը հանկարծ կպնի այն փետին, բալկոնի սապագան, այն տակի փայտերը դեռ վարպետը չի հանել, ինձ ասում էր մի 40 օր պետք է, այսինքն հեսա վաղտնա հանելու։ Ինչև է, էդ էլ իմ նվերը, որ շատ հավանեցի, հավեսս բերեց։ Այնպես չի, որ ես եմ առել, դրա համար եմ ասենց ասում լավն է, բան չէ, իրոք պետքի, հետաքրքիր բանա, նույնց եմ ասում նամանավանդ այն ձև երեխի, որ ինքը ոչինչի կարիք չունի, սիրուն սոֆիչկեն։ Ինքան են ուրբ ու բարակ սիրուն, շատ լովն է, տարիքն էլ 7-8, այնա իսկը համապատասխանում է, էլի տենց այդ տարիքի համար իմ ընտրած նվերը համապատասխան։ Այդքան բան, սիրելի հետևորդներ ջան, եղանակները կանգնում են, այ խալիներս մնաց, այս տարի շատ պլանավորած բաներ ունեմ, անկողիններս եմ ուզում մի հատ թափ տամ, կամաց քանդեմ, լվանամ, մաքրեմ, կարեմ, տենց լիքը, դրա համար եմ էլի ասում, էսա որ այս պահը Նիկան լսի, վրեժ ջղայնանալու եմ, մեր տանը միշտ կռիվ ա գնում, այդ վերմակների, ներքնակի համար այդքան չէ, ինչքան վերմակի, ասում հանի ռադարա ավելորդ չարչարանքա, սինձիպոմի այդ բաներից առու պրծի, բայց մենք հայերս սովորենք, չէ, Մանավանդ իմ բրդերը ենքան լավնա, մետրանոց բրդերա, լվանում է սիրուն, շուլա կախում պարանից, ես այդ գործընթացը շատ եմ սիրում, շատ, չափից շատ, ու հավեսով շախուշուխով սկսում ճիպտելու պահնա մի քիչ, նիտո էդ էլ դե ոչինչ, հիմա այսօր տենում եք աչից, ձախից, այն կոմերից, այս մի կոմից, արդեն վսյո գարնա, մարդիկ ովին ճունի սարքելու, այս պահին այս կողմն են, երևի թե կանդում են, թե սարքում են, դար գլուխս տնից չեմ հանել, ոտքս տնից չեմ հանել, հա, որ իմանամ ինչա կատարվում, այն գլխացավ չան լավ էլի, խնդրում եմ մի ցանո, հիմա սիրելիներ ջան, մի սուրճ խմենք, մի կոֆե խմենք, Ալեքսս դասից գա, հետո գնանք դեպի քաղաք, գործեր ունենք, այսօր արթնացել եմ, ժամը 7-ից արթ ունենք, սենց մտածում ես ինչ անեմ, ինչ հագնեմ, պլանավորում ես էլի քո օրը ինչ անես, որ պահին ոնց ինչ, մեկ էլ չգիտեմ ինչի ուզեցա մեկ սպիտակ հետո քաշեց այս երկնագույնը ու ասում եմ չէ, արի ես քեզ հագնեմ, որովհետև մի տեսակ զգացի, որ ուզում եմ, ձգտում եմ, որ հենց սա հագնեմ ու հագա, բայց մի հատ երկնագույնի մեջ տաբատու, ուրեմն
վերնաշապիկ ունեմ, դեռ չեմ հագել, որովհետև այն ժամանակ դե սեզոնը չէր, ուզում եմ, որ դրան հագած լինեմ ու տնից դուրս գամ, տեսնեմ ոնց է ստացվում, այդքան բան, հիմա էլի առավոտից վեր կացա, զանգ, պատկամն Արմիններին, թե դու կարաս այդտեղ ընկնես, թե դու կարաս քո հարցի պատասխանը փորձես գտնես, այս անես, այն անես ու այն անես։ Երեք ուրեմն շատ մի այդ կարգի ուրախացել էի, արևը շոքացնում, բայց այ արդեստեղ։ Ու երբ որ կահույքագործը զանգեց, ասма Աննատանն ես կահույքը բերում եմ, վայ, երջանկության էր չափ ու սահման չկար։ Մեկ էլ ընդեղ պահեր կար էլի, իմ հիշողության համար, թեկուզ եւ իմ աշխատանքի համար նկարում եմ, դե գիտեմ, որ մեկ սենց Աննա հանկարծ ոնց ասավ, ես չերևան, բայց ուրիշ ձևով ասավ, մեկ էլ ասма, հա, ուրեմն մի բարեկամ ունենք, եկել է ասма, ձեր քաղաքում այսձև մարդ կա, ճանաչում ես իրան, ասում եմ, հա դե բա ինչ եմ անում, ու չեք պատկերացնի, ինչքան ես ինձ լավ եմ զգում, այ որ տենց հավեսով պատմություններ եմ լսում մեր մասին, սիրելի հետևորդներ, ջան ու ջան, են էլ ուրախությանս թափը կոտրվեց, հա, որովհետև մի մասը բերեց, մյուս մասը չէ։ Հա, Ալեքս։ Հա, Սրտո ջան։ Հա, Ալեքս ջան։ Լավ, Սրտո ջան։ Լավ։ Վայ, Ալեքս։ Ուրեմն, մամ ասма։ Այսինչ SMS-ում եմ, ուտենում եք, որ ես ձեր SMS-ներին մեկ-մեկ չեմ նայում, չէ, կխնդրեի ինձ ըմբռնումով մոտենաք, որովհետև այն օրն էլ իմ հետևորդներից էցի տաներ գրել, ես կարդացել էի ու մոռացել էի, որ պատասխանեմ, երեք հիշել եմ ու պատասխանել, այդ ուշացումների համար խնդրում եմ ներողոտնեք, Հմի Ալեքսս ա զանգել, դե 9-ին դաս չկա, էտ այմա, մամ, եկուս դաս չկա, գնալու ենք էքսկուրսիա, պատկերացրեք, որ ոչ թե մենակ երեխեքն են սպասում այդ էքսկուրսիաներին, ինձ թվում է ծնողն էլ ա սպասում այդ էքսկուրսիային, որ գնա իր փառք Աստծո, մենք գնալու խնդիր չունենք, լավ գիտեք, Հայաստան շատ քիչ տեղեր ա մնացել, որ ես գնամ իմ երեխի հետ միասին, այդ ջերմուկից նամանավանդ Տաթևավանքը շատ մոտ ա, քան ստեից գնաս հասնես Տաթև, բայց ես գիտեք ինչից եմ սենց հետ կանգնում, եթե հասնես Տաթևի վանք, չէ, ու ճոպանուղին չնստես գնալու դիմաստը որն ա, իսկ ես որ հիշում եմ ոնց ենք մեր Քրիստինեի հետ ծաղկացոր նստել, ալյո, բարլուզ, էսա ես կեզ զանգեմ էլի, այո ինգա ջան, դե սպասի կզանգեմ, այո, լավ, ստեղ էլ մեր ինգաներ, երևի այսօր գործի չի հետա, մի խոսքով թե չէ, որ մնումա, հետո մնումա, զուտ, որ հիշում եմ ոնց ենք նստել, ծաղկացորի ճոպանուղը, մտածում եմ, դժվար թե էլ նստես Տաթևինը նամանավանդ, վայ, որ նա ավելի երկար ա, զուտ էտ ա ինձ հետ պահում, որ չգնամ, բայց առաջ Աստված այս տարի տեսնենք, ասելիքս ինչա, որ Հայաստանում շատ նենց քիչ տեղեր ա մնացել, որ գնանք, բայց միևնույնն ա էլի սրտի տրոփյունով երեխեքի հետ մենք էլ էլի սպասում ենք ուր ենք գնալու, ինչ ենք անելու, ոնց ա այդ ընթացքն ընթանալու,
Ինձ թվում է նորմալ երևույթ է բոլորիս համար։ Սիրելի հետևորդներ ջան, հիմա Ալեքսս ոգևորված զանգել է, մամ, դաշ չկա։ Գնալու ենք էքսկուրսիա, էս ենք անելու, են ենք անելու, տո շատ էլ լավ եք անելու։ Բա ոնց կարանք չգնանք։ Սիրելիներ ջան, այդպես մտածում էի, որ այսօր երեք շատ էլի գործ եմ արել ներքևի հարկում ու մտածում էի, որ այսօր վերջը խոհանոցս կհանձնեմ ձեր դատին, ամել ցավոք սրտի դեռ մի քանի օրվա գործ եկա։ Իմ գործը միշտ այսպես դժվար է առնում։ Դժվար ու էլի դժվար։ Ախր ինչու, ես էլ չգիտեմ։ Այդքան բան։ Դրա համար դեռ յոլա եմ գնալու այս խոհանոցում։ Չև տեսնեմ ինչ ենք անում։ Ու ոնց ենք անում։ Սա արդեն չոլա։ Արեք ես լցնենք ստեղ։ Թարխոն ջան։ Իհարկե օգտագործելուց առաջել եմ լվանը։ Չորացնելուց առաջել եմ լվանը։ Մի խոսքով լավ բան է։ Դուք էլ չորացրեք, քանի սեզոնն է։ Սա կափարիչով էլ կծածկը։ Գնամ տեսնեմ այն մյուս լվացքս ինչ եղավ, ու տեսնեմ որտեղ ենք հանդիպում, ինչ ենք անում։ Սրտով մուրազով ուզում էի, որ մեր հայտնի դարձած բիսեդկում կոֆե խմեմ, բայց այն որ կա, չէ, սենց չոր կողի ես ընկնում ու ես ուզում եմ տեղի կոֆեն ներքևից եփեմ, տանեմ ընդեղ, համել ավազները դեռ լցրած է, պետք է իմ վարպետս խոստացավ, ասում է, գործը որ պրծնեմ, մի օր պարապլնեմ, կգամ կողքի հետ շուր կտամ, որ տարածքը ազատ լինի, հլա տենամ այդ վախտը երբ է գալու, որ ճիշտ լինի էլի, սիրելիներ ջան, այդքան մի բան, հիմա ես գնամ, մերինգան սպասում է, հետը մի քիչ խոսամ, տեսնեմ ինչ կա չկա, որ հետ եմ հիշում 2 տարի, Երանի այս օրը, չավեսով գնում ենք, մեր համար ֆրֆրում, անհոգ, սանդարդ, տարիներն անցան, գլորվեցին, գնացին, բայց լավ բաները ոչ մի անգամ չի մոռացվում, կան չէ մարդկանց տեսակներ, որ լավը սենց անտեսում են, վատի վրա ֆիքսվում, իսկ ես լավի վրա եմ ֆիքսվում, վատը անտեսում, որովհետև իմաստը որն է, համ իմ հոգեկան ներքն աշխարհը փչացնեմ, համ էլ սիրտս ու առողջությունս քայքայեմ, մեկա վատն են ձևի բանա, ոնց էլ անես, ինչ էլ անես, ինքը սենց գալիս քեզ սոսոնձի նման կպնում ու պոկ չի գալիս, դրա համար միշտ լավի վրա եմ կենտրոնանում, սիրելի հետևորդներ ջան, այդքան մի բան, այսօր ամսի 7-ն է, այսօր առավոտ շուտ, ինձ մեկ հարցնում եք, չէ, SMS-ը տեսա ու հիշեցի, ինձ շատ եք հարցնում բլոգերներից ում հետ եք շփվում, բոլորին էլ սիրում, չէ, որ բլոգերներին եք նայում, տենց եք միշտ եթերն եմ հարցնում, իհարկե առաջինը մեր հայերին եմ շատ նայում, սիրում, ոնց ասեմ, հայը հային էլի, այդ տարբերակով, այնպիսի մարդիկ էլ կան, որ իրանց հետ անձնական շփում ունեմ, հիմա այսօր առավոտ բարելույսով այմ այդ բլոգեր ընկերներից մեկին եմ իմ շնորհակալությունը հայտնել, ասում եմ շնորհակալ եմ քո մարդ-տեսակի համար, քո ճիշտ ընկերությունը պահելու համար և քո գործընկեր տեսակի համար, սենց ծիծաղում ենք,
ասում եմ դե էս էլ է էլի գործ, էս էլ մեր գործն է, կարելի ասել էս հարթակը կոլեգաների նման մի բան ենք, բայց եթե մարդու մեջ ոնց ասեմ միայն դրականն է ու կարում ես էլի այդ ձևի մարդու հետ ավելի մոտիկի շփվել, ավելի պարզ, մաքուր, անկեղծ, սիրուն, այդ ձևով շփվել ու փառք Աստծո, շնորհակալ եմ Աստծուն, որ այո իմ կողքին կան եւ լավ բարեկամներ, որը որ դուք եք, եւ լավ մարդիկ, որը որ նորից դուք եք, եւ լավ գործընկերներ ու մեզ շրջապատող լավ մարդիկ ու այդ ամենի համար ոնց կարաս փառք չտաս Աստծուն, ասես շնորհակալ եմ քեզ Տեր այն ամենի համար, ինչը որ ես ունեմ, շնորհակալ եմ քեզ նրա համար, որ արթնացել եմ, տուն ունեմ, ընտանիք ունեմ, ծնողներ ունեմ, բարեկամներ ունեմ, շնորհակալ եմ ու ես այդ ամենից երբևիցե չեմ ամաչում, ճիշտ է, փորձում են մարդիկ ծաղրում են, ոնց ասեմ, քննարկում են որոշ էջերում, բայց ես երբևիցե դրանից չեմ ամաչում, որովհետև քրիստոնյա մարդը Աստծուն փառաբանելուց պիտի որ չամաչի ու հենց դրա համար էլ ես չեմ ամաչում, ընդհակառակ էլ ավելի շատ բարձրաձայնում եմ Սիրելի հետևորդներ, ջան ու ջան, հիմա ես գնացի իմ գործերով դուք էլ ձեր ու տեսնեմ որտեղ ենք հանդիպում։ Ահա, սիրելիներ ջան, մեր մոտ օրը շարունակվում է, 3-4 լվացքն եմ փռել ու ուսամ վերջինն այս պահի համար, ներքևել եմ հնա փռել, այն էլ հատակին գցելու ուրա, ուր ես։ Ուզում եմ ցույց տամ։ Մի խոսքով այնտեղ կուխնյայի դռան առաջի շորն է, այն կողմից գցում եմ, որ հեսի կեղտը շատ տուն չգա, սիրելիներ ջան, ու գիտեք ինչ եմ անում, հիմա ուզում եմ ինժեթել սաղտունը ջուր արիր, չէ, սենց թապրտելով, բան, սենց բերում ես, արգնա մի հատ էլ սրանով բեր։ Հիմա ուզում եմ համ կոֆե խմեմ, համ գլուխս շատ ցավում է, համ նեղված եմ շատ մի քիչ, բայց թե էտա հավաքում ես, հավաքում, վերջդ չի գալիս, մտքերդ 100 միլիոն տեղ ու չես իմանում ինչ անես ու ոնց անես։ Ուզում եմ մի հատ սուրճ դնեմ, սուրճ խմեմ, հետո ժելե եմ պատրաստել, ուզում եմ այդ ժելեն էլ փորձարկենք, խոհանոցային էջի համար նկարահանում եմ, համովությունը միշտ էլ պետք է գալիս, միշտ էլ հաճույքով նայում ենք, պատրաստում ենք ու ոչ մի անգամ չես հոգնում, որովհետև դրա սիրահարներն էլ ուրիշ ձևի մարդիկ են, այսպես ասեմ, դիրը տեղ հապրես, մի են բանը բեր, են թասի մեջը, արիշտեն որ դրած է, այդ թասը բեր, ենքան վերև ներքև եմ արել, որ աչկերով մանգաս կգտնես, բեր էդ թասը տենց բեր, շատ վերև ներքև եմ արել, որովհետև վարպետները մի երկու գործ ունեին, էդ էլ վերջացրին ու վսյո, հլավոր էս պահի համար, մեկ ընդմիշտ էս տարդի սարնարանի դուրը բացի, ներքևի չի, սարնարանում դիր ու աղը։ Չէ, ես դուխ ունեմ առանց քեզ բան լցնել։ Հիմա
Իջել եմ ներքև, արշտա բերել, մի քիչ ոսպ եմ բերել, Հյուստս անանասի չիրեր ուզում, ես մի քանիսն ես եմ բերել, ես կոնֆետնա, որ պետք չի, ես էլ չի պետք, ես էլ չի պետք, մեկ էլ, այս հենց բաներ եմ բերել, որովհետև պետք է էլի գալիս, ուզում էի թունաձկով աղցան սարքեմ, սիրելիներ ջան, հայ մտածում էի վերև կգնամ, վերևը կանեմ, ներքևը կանեմ, սիրուն մաքուր կոկիկ խոհանոցը, բայց արի ուտես, որ что-то не получается. Ես սրան ջրեմ, վաղուցա չեմ ջրել, թասս մի հատ ողողեմ, ժելեի համար նախապատրաստեմ, ես մի ջուրն էլ զանգակին տանք, հետո ինչ անենք, սիրելիներ ջան, դա այս լավ է տաքացա, գնանք մի հատ ժելեն հանենք, հա, ոնց հասկացա, ժելեն հանեմ, ստեղ ջուր դնեմ, որ արեշտա էպվի, արեշտեն էլ, սրա մեջ ենք, հա, հեսա, այ Ալեքս, Ալեքս, արիտա, տանակներն ուրա, սարս որթացը, բացվի, ստարտ կոտրի ու սրա մեջ լուծվի, ապես կյանքս, դու էլ ապրես, մամա ես մենք լուշ չունենք, ուրեմ չունենք, ստեղ ջուրն եմ տաքացրել, ստեղ էլ արշտայի համար եմ ուզում գնալ, սիրելի հետևորդներ ջան, գնամ դուրս, դեպի բալկոն, այս այդ տանը, այս պարոնին գործի դնեմ էլի, ախ, համացանցը նայեմ ես խելագարվում ու խենթանեմ, ախ էտ երեխեն ինչ է որ լեզուս էլ չի է պտտվում ինչ-որ մի բան խոսան, որովհետև որ նայեմ ես կայքերը մարդիկ ընչեր են գրամ, դու ինչ պապի ես, փոխանակ գնաս մանգաս, կանգնել ես, խոսում ես, էլ սրան ձեր չտա, դրա համար որ լեզուս էլ չի պտտվում, ինչ-որ թե մի բան խոսամ, գնայ դարակը բացի դանակ բեր մի հատ, շուտավա, էդ չէ, տան դարակը, հիմա ամեն դեպքում էլի, ցավա, մամա ես, ինչ պետք անես, մտքումդ սուս ու պուս, լռոմոնչ, աղոտ ես, ես են դեպքը չի, որ բարձրացայն ես, ոչ մի բանով չես կարա օգնես, ինչ անես, ուրիշ դանակ բեր, են մեծ դանակներից բեր, են որ ցավալի ամի այդ կարգի, չգիտեմ, ահա, խոհանոցայինի համար նկարահանում արեցի,
Եկեք այս համեղությունը, հա, վայել ենք, երեխեք, ընտիր, այստեղ են ասում դանդող, ինչու դանդող, որ ինքը և պինդ է, և միաժամանակ դողում է։ Բերեցի։ Կտրիր լրիվ։ Անես։ Եկեք կտրելու պահը ցույց տամ ձեզ։ Նայեք։ Ուղղակի իմ տիրության։ Ձեռքերս դողում է։ Իրա ուղղապատը չսա պետք ազնի, բայց քանի որ խառն ենք, տեսեք, էլի ինքը պիտի դողը, առ Ալեքս։ Նա մի հատ ես համը փորձամ։ Ալեքսս որ շատ է սիրում։ Համու մամ ջան։ Ինքը շատ օգտակար ու շատ լավ բան է։ Հա ես ես ստացամ։ Սիրելի բաժանորդներ, դուք եկեք շերը ասեք։ Դուք եկեք շենջերը ասեք։ Հավանում ես։ Այսքան բան։ Համով ընտիր։ Իհարկե ինքը եթե շատ քաղցր լինի, նախ էլ առողջարար չի լինի, որովհետև ժելատինը ինքը ոսկորների խտության, ամրության համար շատ օգտակար ու լավ բան է։ Իսկ հիշում եք չէ, ռուսներն ինչ են ասում, սոլետը բելի яд, սախարետը սլադկի яд, ու եսի ժամանակին ես էլ եմ եղել քաղցրակեր, ոչ եսիմ ինչ կարգի, բայց հիմա հնարավորինս քաղցրը բացառել եմ։ Համու մամ ջան իրոք։ Էքսակես։ Ուրեմն մեր դեսերտը վայելելուց հետո սիրելի հետևորդներ ջան դուս արի ուզում եմ իմ երկրորդ կոֆեն խմեմ ու այսօրվա համար սահմանափակ եմ որովհետև պետք չի հետո մի հատ համով աղցան պատրաստեմ ու անուշանենք Ալեքսն ընդեղ քեզի մեջ է իրա համար իրա երկերն ալեսում Ալեքս գնա զալը ու քու երգը պարապի Էրնեստո Վանիսյան մի լսի է քու երգը պարապի վաղը երգի է քու երգը լսի ու հետը երգի գնա քո հետ եմ Ալեքս Այդքան մի բան,
Սիրելիներ ջան, արդեն էստեղ մնալը մի այլ կարգի ճնշում է ինձ, կոպիտ ասած սիրտս թրթռում է, որովհետև ներքևում համարյա թե ամեն ինչ պատրաստամ, 2 սուտի դետալ է մնացել, որ հավաքվի իմիգան, ես իմ սիրուն խոհանոցում իմ շարժուձևն անեմ ու ինձ լիարժեք լավ զգամ, այնպես որ տեսնենք, սա էլ է էլի երևի թե փորձություն, որի միջով, որ ես անցնում եմ, ես եմ, չգիտեմ, ինչ ասեմ, բարակ ժամանակ մտնում ես համացանց ու ամբողջ համացանցը ողողված է այնցի լույսի նկարներով, որ լեզուտ էլ չի վրա գալիս, ինչ-որ թե մի բան ասել չգիտեմ։ Մանավանդ այս վերջերում շատ ազդեցիկ դեպք եղավ մեր քաղաքում, ովքեր լսած կդնեն, չգիտեմ, ով էլ չէ, ես չեմ սիրում իմ բերանով տենց վատ բաներն ասեմ, բայց այն, որ շոկային երևույթի մեջ էի ընկել, որպես մարդ, որպես մամա, որպես հարս, չգիտեմ, որպես մարդ էլի, որ մարդուն ինչ կանելի, ինչ կանեն ու ոնց կանեն, որ վերջը տենց կգնի։ Այ Ալեքս, ասի պրծել ես, կտրտել է, ասավ, հա, ջարդել է տոյիստ, բայց ինքը սիրում է, արշտա կգնի, մակարոն կգնի, միշտ ինքն է սիրում, մանրացի, անգամ երևի թե չի նկատել երեխեն, ուշկը հազար տեղ, իհարկե, այս սենց կարանքան է, ինքը կջրվի աղրետ մի անգամից գծնեմ, սենց բաներ, հիմա եկեք էլի մի տեսակ դրսում նստեմ, սուրճս վայել եմ, հետո գնամ արշտա եփեմ, մի հատ համով սալատ սարքեմ ու մի 2 մաքրելու գործ ունեմ, էդ էլ անեմ ու համբերատար ձևով սպասեմ տենամ ինչա գալիս գլուխս, այդքան մի բան, ուրեմն կհիշեք, որ ես անտիֆրիզ էի առել, որ չսառի, ես չլնի, են չլնի, սենց բաներ, այս խողովակները, որ փոխում էինք, մի խոսքով, այդ ընթացքում հանել էինք, հիմա այսօր այդ մանր գործերն էր մնացել, էլի նորից հետ լցրեցինք ու սենց ինձ ջղայնանում եմ ու փոշմանում, որ ես երկրորդ հարկում ինչ-որ թե ուզեցանք ջեռուցում, որովհետև նա մանավանդ մեր Ստեփանավանում, մեր Լորվա մարզում մարդ ինչքան ուզում է մեծ տուն ունենա, միշտ հավաքվում ես առաջի հարկում կոմպակտ քիփ ու ես վերջում անել դնելը մի տեսակ իզուր ստացվեց,
Այստեղ եղածն արդեն եղած է։ Ուզում ես վերև թռի, ուզում ես ներքև թռի։ Եղածն արդեն եղել է, ասած Նիկային ասմա մեկ էլ տեսար, ինչ-որ մի առիթը, մի դեպքը, այն որ մի քիչ ծրտոտ ելնի ու ուզենանք մի հավաքույթ, մի բան անենք, ասմա դա կմնա այդ դեպքերի համար, թե չէ իրոք եղավ ավելորդ ծախս, այս դեպքում ես կասեի անիմաստ ծախս, ոչ թե ավելորդ։ Այդքան բան, ու այդքանը տալով, առնելով, մտածելով, հետո առաջ անելով, գլխացավերն էլ տենց բաներից է, էլի իլնեմ, չգիտեմ, այդքան բան, հիմա ավելացնեմ, Կամաց, որ խաչվի, ու նայց համերոտով սալատ սարքեմ, այսքան է իհարկե շատ ան, 3 հոգու համար, վաղվա մեկը մնա, մեկը Ալեքսը սիրում է։ Այսքան մի բան, հիմա մինչև սակեփի, անցնում եմ աղցանը պատրաստել։ Ահա, սիրելի հետևորդներ ջան, մեր մոտ երեկոյան կողմերն է, մեր ու տղա դուրս ենք եկել, որ ման գանք, քայլենք, զբոսնենք, Փագի, այստեղ իմ սիրուն տյուլպաններին հələ նայեք իմ սիրուն։ Են դուրն էլ քաշի թող փակվի։ Գնանք մի քիչ քայլենք։ Սրանք արդեն վախտանց են լնամ, բայց թե դե ամեն ինչն էլ սկիզբել ունի, վերջեր ունի։ Երկենք այս են սիրունը։ Արման ջան, փագեր եմ սախ։ Ապրես։ Այս լուսինը մտնեց։ Այս ինչքան ժամեր լույս չունենք։ Ուսած։ Գնացինք։ Ինձ լավ եմ մտնեց, մամ։ Ու ծարը սիրուն է ծաղկուվեց։ Այդ ինչա։ Նույնից մի հատն էլ ուրիշ վեր կալ էլի։ Որ էս
տեսվորն ես ուզում ձեռինդ կոկա չի։ Կոկա է։ Մի հատ է ֆանտա վեր կալ։ Այսա։ Փոքր է վեր կալ, որ հեշտ լինի։ Այս փոքրը, մենք սա կարամ վերցնեմ։ Նոր վեր կալար։ Դե գնացինք, ինչ ես առնում։ Շուտ բաներ վեր առնենք ու գնանք։ Ասե ջրի ամաննա։ Համա տատի, գնիր հետո խոսանք հրա մասին, ես նասավորում եմ վերսերս։ Լավ, ներողություն։ Так, նաման տեսեք, սա իմ չիպսներն է, հավաքվում որ գնամ, 10-ից հետո խանքում։ Так, սեր։ Всё. Վերամեն իզես նաման չկա, բան չկա։ Բոլա էլի այդքանը։ Այդքանը բոլա, հա։ Մի վրազի։ Մնացել Հետի։ սենց գնամ։ Հա։ Գոհես։ Աթորի վրատի, որ չընկնի ջարդվի։ Մնացել 10-ից կանքում ու հավաքվում գնամ։ Всё։